Տան մոտիցավ մանյաթարված անձանց մասով, կարծես թե սահմանված ժամից երկար են պահել իրենց անազատության մեջ, սա ինչով էր պայմանավորված կամ Դրա մասին ես չեմ կարող խոսել, քանի որ մեր գործընկերներն են այդ գործընթացին մասնակցություն ունեցել, այդ մասով եթե նման ապօրինի գործողություններ են կատարվել, կարծում եմ համապատասխան հաղորդմամբ կներկայացնեն։ Ոչ թե սահմանված ժամից երկար են պահել, նաև սահմանված ժամից երկար պահելուց բացի խոսքը գնում է մոտ 50-ից ավել անձանց մասին։ Նաև անհամաչափ հարկադրանք է կիրառվել, նաև խախտվել է անձեռնմխելիության իրավունքը բնակարանի, այդ խախտումների մասին հետագայում կբարձրաձայնենք։ Համոզված ենք եւ ընթացքում բոլորդ կհամոզվեք, որ եւ քրեական վարույթ նախաձեռնելը, եւ հարկադրանքի միջոց կիրառելը, եւ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաեւ մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ եւ ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ընթացքում աբսուրդի ժանրից է։ Ավել ոչինչ որ Նիկոլ Փաշինյանը այդ աղցականների գործողությունների զուգահեռ գրառումներ էր անում, արդյոք տեսնում եք միջամտություն քրեական այս գործընթացներին։ Ես կարող եմ միայն քննիչի գործողություններին եւ հսկող դատախազի գործողություններին այս պահին գնահատական տամ, իմ համոզմամբ բացարձակ ապօրինի գործողություններ են։